Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր ավակ ուրբաթ է։ Դարվան ամենն խավար օրը, որովհետեւ այսօր ահավոր բան է որ կգադարվի։ Մարդիկ իրենց արարիչը խաչը կփարսացնեն եւ արարիչը ցանկի աղբյուրը իր հոգին գավանթե խաչին վրա եւ քերեզմանի մեջ կթաղվի։ Սիրելիներ, դարվա միակ օրն է այս օրը, որ Սուրբ Բادرակ չի մատուցվիր, որովհետեւ Քրիստոս ինք խաչին վրա բادرակվեցավ եւ քերեզման թրվեցավ։ Ես այսօր գուզեմ սիրելիներ ցեզի հիշեցնել Բարաբան։ Գիշեք ով էր Բարաբան։ Բիղադոս հռոմեացի գարավարիչը սովորություն ուներ, որ հрьяաներու բասեկին զատկված ժամանակ մարդոց թիմած կաներ անորեն մարդիկ, փանդարգյալներ եւ գծկեր որ ժողովուրդը ինք ընդրեր թե ով ազատ արձակվեր եւ ով խաչվեր։ Խաչվիլը հռոմեական բադիժի ահավոր ցևեր։ Այս օրը երեք ավազակներ սիրելիներ պատրաստված էին որ խաչվեին։ Երկուքը այն ավազակները պիտի լային, որոնք Հիսուսի աչին եւ ծախին պիտի խաչվեին, բայց Հիսուսի դեղը ավազակաբեդ մգար, որուն անունը Բարաբա էր։ Ասիկա սիրելներ մեծ խրովարար էր, մեծ խրովություններ էր, մարդը սպաննած էր, ավազակ էր։ Ինքն էր որ այդ օր պիտի խաչվեր։ Բիղադոս երբ տեսավ որ Հիսուս ամեղ է եւ իմացավ, հասկացավ որ նախանցի պատճառով էր որ քահանայապետները, քահանաները, թբիրները, փարիսեցիները Հիսուսը իր ցերկը հանձնած էին, հարցուց Բիղադոսը հավաքված քահանաներուն եւ ժողովրդին։ Ասավ իմ սովորությանս համաձայն ես մեկը ազատ կարծագեմ ծեր զատկվադոնին։ Ասեք այս երկուքեն որու գուզեք որ ազատ արձակեմ։ Այս ոչրակորձ ավազագաբեդ Բարաբասին թե ոչ Հիսուս Քրիստոսին որու գուզեք։ Այն միտք ուներ Բիղադոս որ մարդիկ բնականաբար Հիսուսը պիտի ընտրեին, անիկա մույսը շատ հրճագավոր ոչրակորձ էր, պիտուզեին անպայման զինք խաչին վրա տեսնել։ Բայց ինչ պատահեցավ։ Պատահեցավ այն որ սիրելներ քահանաները, ավակ քահանաները ժողովուրդը համոզեցին որ բահանչեն Բիղադոսեն ոչ թե Հիսուսը արձակել, այլ Բարաբասը, Բարաբան։ Եվ ամենքը բորացին Բարաբան ազատ արձակե։ Բիղադոս սարսափեցավ, հարցուց. իսկ ինչ կուզե գնեմ Քրիստոս կոչված այս Հիսուսը։ Եվ ամենքը բորացին խաչը հանե, խաչը հանես այն։ Եվ գիտեք Բիղադոս սարսափեցավ, ասա որ ես անոր մեջը ոյ մեկ հանցանք չեմ տեսներ, ճուրը փերել դվավ, ցերքերը լված, ասա որ անոր արյունեն ես ամբարդեմ։ Եվ ինչեսին հрьяաները, անոր արյունը մեր եւ մեր զավակներուն գլխունը լա։ Այս թեփքը սիրելներ զորգրնակ կարտալ 4 ավետարաններու մեջ
երբ գգարտանք, մեր հոգին իսկապես գծավի, կբարգանանք, որ այսքան ըստորեն մարդ արարածը, որ գիտե թե ով էր Բարաբան, բայց գնդրե զինք, գուզե որ ինք ազատ արձակվի, իսկ տեսած էին Հիսուսի գադարած հրաշքները, տեսած էին թե ինչպես Հիսուս անտամալույցները ոտքի հանած էր, գույրերուն աչքերը բացած էր, համրերուն խոսիլ դված էր, խուլերուն ագանչները բացած էր, քոսացած սերքերը բժշկած էր, նույնիսկ մերելները առուցանած էր։ Տեսած էին Հիսուսի բարությունը, գերած էին անոր հրաշակորց հացի եւ ցուգը, ճաշակած էին, բոլոր բարիկները Աստծո արքայության մասին խոսքերը լսած էին, վայելած էին, բայց տեսեք մարդու ըստորությունը իր արարիչին հանդեպ ադելությամբ լեցված գուզե որ խաչվի։ Սիրելիներ, սակայն Բարաբան մեր հայելին է։ Մեզ մե յուրաքանչյուրը ես եւ դուք Բարաբաններ ենք։ Մենք արժանի էինք ինչպես Բարաբան մեր կործած մեղքերուն համար սպաննվելու, մեռնելու, որտեղ մեղքին վարձքը մահ է, կսե Պողոս առաքյալ։ Մենք այո արժանի էինք սիրելներ մեռնելու, բայց ինչ պատահեցավ։ Տեսեք, Բարաբան արժանի չէր ազատ արձակվելու, այլ Հիսուս իր դեղը արավ եւ այդպես ազատ արձակվեցավ։ Ահա նույնպես Հիսուս մեր մեղքերը արավ իր վրա ու ինք մեր փոխարեն խաչվեցավ։ Մենք արժանի էինք խաչվելու, մենք արժանի էինք հավիտենապես մահվան դատապարտվելու, սակայն Տերը մեր բոլորի անեծքները, մեղքերը իր վրա արավ եւ իմ փոխարենս, իմ մեղքերուս փոխարեն, քու փոխարենդ եղբայր, քու փոխարենդ սիրելի քույր, Հիսուս խաչվեցավ եւ քանի որ ինք Բարաբային դեղը արավ, քանի որ ինք մեր դեղը արավ, մենք առանց արժանավորություն ունենալու, ոյե մեկ արժանավորություն ունենալու, մենք ազատ արձակվեցանք։ Եվ սիրելներ ավելի խորհուրդը գխորանա, երբ Բարաբա անունը գսերդենք թե ինչ է։ Բարաբա կնշանակե հորը որդին, եբրայերենով բար կնշանակե զավակ, արաբերենով ըբն, իսկ աբբա կնշանակե հայր։ Հորը որդին այդպես կգոչվեր Բարաբան, մարդու որդի էր, ինչպես ես եւ դուք ենք։ Եվ ահա Բարաբան հորը որդին գտրվի սիրելներ գողքին որու երկնավոր հորը որդին Հիսուս Քրիստոսին։ Հիսուս երկնավոր հոր որդին է եւ ինչ կսե Հովանու Ավիդարանի 3-րդ գլխու 16-րդ համարը Աստված այնքան սիրեց մեզ աշխարհը իր ստեղծած մարդը որ մինչև իսկ իր միածին որդին դվավ որբեսի ով որ անոր հավատա չգործվի այլ փրկվի հավիտենական կյանք ունենա։ Ահա սիրելիներ, քերակույն զոհողությունը Աստուծո որդին, հորը որդին գզոհվի դեղը գառնե մարդու որդին Բարաբային իմ եւ քու։ Սիրելիներ, հեշտ բան չէր Հիսուսի խաչվելը։ Չեմ ուզեր որ միայն ասենք եւ անցնենք Հիսուս մեզի համար խաչվեցավ։ Հիսուս դակնավեցավ մեզի համար։ Մեղքը ահավոր բադիժ է սիրելիներ։ Մեղքը մահ գբեր է։ Մեղքին խայթոցը թունավորումը ահավոր է։ Եվ սատանան ուրախ էր որ մեզ մեղքի առաջնորդեց։ Մեր նախածնողները Ադամն ու Եվան եւ մեզյալ իր հետ։
Սատանայի միտքեն չեր անցներ, որ Աստուծո որդին օրը գմարնանար եւ մեր մեղքերը իր վրա գարներ ու մեր փոխարեն անեցքի դեր գտարնար եւ խաչին վրա իր արյունը գտապեր։ Եվ ովքեր էին մարդիկ, ովքեր ենք այսօր մենք, մարդիկ, որոնք սիրելիներ բրձությամբ լեցունեին, անարագությամբ, չարությամբ, ակաութությամբ, ոգրամոլությամբ, հբարդությամբ, ոճրակորձությամբ, դերը սիրելիներ այս բոլոր դեսագի անորեն մարդոց մեղքերը, մեծ թե փոքր մեղքերը իր վրա արավ եւ շատ սուղ քին վճարեց, թանկ քին, խաչ պարսացավ, մեզի համար տարաբեցավ։ Սիրելներ, ինչպես երբ Հիսուս խաչին վրան էր, փարիսեցիներ, քահանաներ ծաղրեցին զինք, նույնիսկ երկու ավազակները սկիզբը ծաղրեցին, հետո աչագոմյան ավազակը զղջաց, թարցի եկավ, բայց ծաղրեցին բոլորսելով, որ այսքան մարդիկ փրկեց, թող ինձ զինք ալ փրկե, խաչեն վարի չի եւ մենք գավադան քեզի, սատանայի փորձություններ։ Սիրելներ, դերը զինք խաչողները չհարվածեց, այլ խաչին վրայեն ներեց։ Այսօր գծաղրեն Քրիստոսը։ Այսօր սիրելներ անցնող շաբաթ Հրեաստանի, Իսրայելի վարչապետը ծաղրեց Հիսուսը սելու համար, համեմատեց Հիսուսը Ջենգիզ խանին հետ, վայրենի, փարփարոս, արյունարփու այդ անցին հետ, քազանին հետ։ Հիսուս կրնար հարվածել, կրնար չթողել, որ անիգա եւ իրեն նմանները հաջորդ շունչը չառնեին։ Եվ մարդիկ կգարձեն, որ ծաղրելով Հիսուսը դգարացուցած կլան։ Կգարձեն, որ եթե Հիսուս չի պատժեր, ուրեմն Հիսուս դգար է։ Հիսուս ավելի մեծ զորություն ունի։ Հիսուս արիտ կուտա մարդուն, մեղավոր մարդուն ապաշխարելու։ Եթե դերը սիրելիներ հարվածել ուզեր, այսօր ովևէ մեկս չէինք ըլլար։ Այսօր աշխարհը գոյություն չեր ունենար։ Օրը պիտի կա անշուշտ, Թադաստանի օրը պիտի կա, եւ դերը պիտի թադե խստիվ մինչև վերջ անհավատ մնացողները, բայց հիմա դերը ավելի հզոր զորություն ցույց կտա իր ներելով մարդոց, սիրելով մարդիկը։ Այս է ճշմարիտ սերը, գսե Հովանես Արաքյալ առաջին Հովանու նամակի 4-րդ գլխի 10-րդ համարի մեջ։ Ոչ թե մենք սիրեցինք Աստված, այլ Աստված ինքն սիրեց մեզ եւ իր միածին որդին տվավ որպես զոհ։ Հիսուսի զորությունը երեք օրեն հայտնի բիդլա, երբ քերեզմանեն հարություն պիտի առնի, երբ այդ հսկա քարը ժայռը, որ քերեզմանին թիմած թրված բիդլա, պիտի քլորի, ոչ թե որպես Հիսուս դուրս ելեր հարուցյալ դերը, այլ հարուցյալ դերը դուրս ելած էր, այլ որպեսի բացվեր այն կանանց դիմաց, յուղապեր կանանց դիմաց, որոնք պիտի կային ու տեսնեին, ներս մտնեին եւ տեսնեին, որ Հիսուս հարություն արած է։ Մենք սիրելիներ, այո սուքի մեջ ենք, այո սիրելիներ, մեր արարիչը, դիեզերքի արարիչը մեր ցերկով, մեր մեղքերուն համար խաչվեցավ, բայց դերը թողություն շնորհեց խաչին վրայեն ու այսօր հայր ները անոնց, որտեղ չեն գիտեր թե ինչ կնեն։ Սիրելիներ, բարդավոր ըսկացեք ցեզ մե յուրաքանչյուրը, որ այս երեգո եկեղեցի երթակ Քրիստոսի թաղման գարքին առողության մասնակցելու։ Քրիստոսի քերեզման ամբողջությամբ սիրելներ ծաղիկներով զարդարված միդլա։ Ի դարբերություն, երբ մեր հարազատները մեկը մահանա, սև գահակվինք։
Հիսուսի ժամանակ սև չենք հագվիր անպայմանորեն։ Եվ սիրելիներ, ովևէ մեկը երբ քերեզմանեն դուն դառնա իր հարազատին, իր հոր, մոր, եղբոր, քրոջ, զավգին, բարեկամին, քերեզմանին երբ դուն դառնա, քերեզմանին վրա թրված ծաղիկեն դունը գբերե իր հետ։ Ոչ։ Իսկ ինչու համար Քրիստոսի քերեզմանին թրված ծաղիկը, Քրիստոսի քերեզմանը խորտանշող այդ թակաղին վրայեն ծաղիկը գարդենք դուն գբերենք, որովհետև Քրիստոս ցանկի փուրմունքն է։ Քրիստոս բժշկությունն է։ Այդ ծաղիկը դուն գբերենք որպես Քրիստոսի գենթանի հոդը, ողջության հոդը, հարության հոդը, որպես բժշկություն հիվանդներու։ Եվ սիրելիներ, այս օրը պետք է ամեն մարդ թատրի կործել է, թատրի աշխատել է։ Եթե քու հարազատդ, քու եղբայրդ, քույրդ, հայրդ, մայրդ մահանա, թուն այդ օրը կործի գերտաս, կամ այդ օրը կփախցնես, որ քերեզման չերտաս, թաղման գարկին չմասնակցիս։ Ինչպես սիրելիներ, մեր Տիրոջ արարիչին, որ մեզի համար մահացավ, մեզ սիրելուն համար, մեզ ներելու համար մահացավ, իր արյունը թափեց, ու մենք չենք մասնակցիր իր թաղման գարկին։ Ավելի սարսափելին այն է, որ մարդիկ այս օրը զատկվան բացարիք համերգ կամ բարահանտես հայդարարությանց մասնագից կդառնան, բարահանտեսներու գերտան, ուրբաթ է ուրախության գերտան, երբ Քրիստոս մեզի համար մահացավ, խաչվեցավ, զոհվեցավ, բادرակվեցավ, ընձայվեցավ։ Եվ այսօր, որ ամեն քրիստոնյա ու մանավանդ հայ քրիստոնյա պետք է խորհրդածե Քրիստոսի անհուն սիրուն վրա, այսօր դժբախտաբար շատեր անդարբեր վիճակի մեջ են։ Վաղ ընտանիքի անդամներն մեկ եթե մահանա, բարահանտեսի կնա, ուրախության կնա, թաղման գարկի մի երթար, տես ինչպես պիտի սկաս։ Սիրելիներ, մեր Տիրոջ հանդեպ նվազագույն բանը պիտի լա, նվազագույն հարկանքը, որ մենք խոնարած մեր գլուխները եկեղեցի երթանգու մասնակցենք թաղմանական այս առողագարկին։ Եվ առանց հրմշտգելու իրարու, քալ ու խոնարիր Քրիստոսի քերեզմանը խորհրդանշող այդ թակաղին թիմաց, անոր դագեն անցնել, դագեն անցած ադենը բահ մգանքնել և ասել Հիսուս հայրիկ, շնորհակալ եմ, որ իմ մեղքերուս համար խաչվեցար, իմ բոլոր մեղքերս, մտահոգություններս, ձանրություններս, դժվարություններս, վախերս, ամեն ինչը քերեզմանիդ մեջ գցկեմ, Տեր, հարություն դուր ինձ, դուրս կամ քերեզմանեդ հարություն արած։ Ահա այսպես պետք է լա սիրելիներ, մեր վերապերմունքը, խոնարհումը, հարկանքը մեր արարիչի նկատմամբ։ Փարաբան ես եւ տունենք։ Դերը մեր փոխարեն խաչվեցավ, թաղվեցավ։ Սիրելիներ, ընդունենք Տերը, շնորհակալություն հայտնենք իրեն եւ աչագոմյան ավազագին պես Տիրոջը ասենք. Դեր հիշեզիս եւ որ երկրորդ կալուստիդ արքայության պատկաս, արքայությանդ մեջ հիշեզիս։ Այն ադեն դերը սիրելիներ, ինչպես որ ըսավ ավազագին աչագոմյան, նույն այդ օրտնյալ խոսքը դերը մեզի աբիդս է։ Լավ իմացիր, լավ գիտիր, դու այսօր ինձի հետ պիտի լաս։ Սիրելի քույրեր, եղբայրներ, եկեք զղջանք մեր մեղքերը, ապաշխարենք, մեղայիքանք եւ Քրիստոսի քերեզմանին թիմաց խոնարհենք եւ ասենք. Ները մեզի Տեր եւ շնորհակալ եմ, որ արյունդ մեզի համար թափեցիր։ Աստված ձեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։